Թումանյան 25 շենքի բնակիչները փորձում են դատական կարգով փրկել 80-ամյա իրենց շենքը։ Պետք է հարցնեն, էլի, ուղղակի իմանան մարդիկ համաձայն են, համաձայն չեն։ Շենքը նախատեսում են օտարել Ռենշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Թումանյան եւ Եզնիկ կողբացի փողոցների հատման կետում 80 հյուրանոցային համարով բարձրակարգ համալիր կառուցելու համար։ Եթե ցենք թե այստեղով ինչ որ մի կարևոր պետական շահերի համար ինչ որ մի բան սարքվեր, բնականաբար հասկանալի է, բայց երբ որ վերցնում են մի բիզնեսմեն գալիս է ու ինչ որ հյուրանոց պետք է սարքի, եկամուտ պետք է չէ ստանա, բայց դա եղավ հանրային շահ։ Ապրիլի 5-ին վարչական դատարանը կլսի Թումանյան 25 շենքի 7 բնակիչների բողոքը ընդդեմ քաղաքապետարանի եւ Ռենշին ՍՊ-ի։ Քաղաքացիները փորձում են հնարավորինս արագ կանխել Երևանի հին շենքերից մեկի քանդելը, քանի դեռ չի սկսվել բանակցությունների փուլը։ Իդեպ Ռենշին ՍՊ-ն ըստ բնակիչների վաղուց է ունեցել քանդելու մտադրություն, քանի որ այդպես էլ կարգից չէր բերում նույն շենքում գտնվող իր տարածքը։ Այս 5 տարի ավերակ, եթե համահանջում չի շենքը, բայց 5 տարի իրանք ինչ են մտածում, չեն նայում այդ կոտրած պատոհանները, կեղտոտ պատոհանները, մենք բնակիչներով մեր վերևի հարկը վերանորոգում ենք, ցանկություն չունենք, ոչ է բնակարան ունենք վաճառքի, մենք աշխատում ենք ստեղ, մեր քթի տակ, ինչի ես պետք է համաձայնում եմ, Ռենշինը վերցրել ա թող բարով վայելի, իր տարածքը վերանորոգի, ապրի, իսկ մենք բնակիչներով ոչ մեկս քառակուսի չունենք վաճառելու։ Իդեպ Թումանյան 25 շենքում է տեղակայված եղել ոստիկանության առաջին բաժինը։